Աբուլֆազ Էլչիբեյի վարկանիշը հետագա ամիսների ընթացքում բարձրանում էր մեծ արագությամբ։ Հեյդարը ստվերում հետևում էր Աբուլֆազի գործողություններին, որոնք թափ էին հավաքում Սովետական Միության հոգեվարքին զուգընթաց։ Ի վերջո, միությունը ձևականորեն կար, բայց փաստացի գոյություն չուներ արդեն, իսկ Կոմկուսի առաջին քարտուղար Այազ Մութալիբովը հեռահար նպատակներ ուներ։ 1991 օգոստոսին հռչակելով Ադրբեջանի անկախությունը, Մութալիբովին հաջողվեց իր շուրջը համախմբել քաղաքական ուժերին ու միայնակ գնալ նախագահի ընտրության, դառնալով նորաստեղծ պետության առաջին նախագահը։ Այդ ժամանակ Ղարաբաղի հակամարտությունը նոր էր մտնում բախումների փուլ և նախագահ Մութալիբովը փորձեց բնում խեղդել անկախության ձգտող Ղարաբաղի հայերին։ Արձագանքը ցավոտ էր։ Ղարաբաղում սկսվեց ազատագրական պայքար։ Աբուլֆազ Էլչիբեյի և Հեյդար Ալիևի համար դա լավ առիթ էր ազատվելու նախագահ Մութալիբովից։ 1992-ի փետրվարի 20-ի երեկոյան Էլչիբեյի գրասենյակ մտավ Ղարաբաղի ռազմաճակատից վերադարձած գնդապետ Արիֆ Բագիրովը։ Խոժոռված էր փորձառու զինվորականը։ Գործերը շարունակում էին ձախողվել։ Հայերը ինքնապաշտպանական լավ կազմակերպված կռիվներ էին մղում բոլոր ուղղություններով, իսկ Ադրբեջանի կառավարական զորքը խուճապի մեջ էր։ Ամենուր դասալքություն էր, շատերը կամովին գերի էին հանձնվում հայերին, որ կյանքը փրկեն։ Բայց սա վատ նորություն չէ ինձ համար, գնդապետ Բագիրով։ Դու հասկանում ես, չէ, որ մենք կարող ենք սա օգտագործել նախագահ Մութալիբովին հեռացնելու համար։ Մորուքը շոյելով ու կիսաժպիտ արձագանքեց Աբուլֆազ Էլչիբեյը։ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից 7 կիլոմետր հեռավորության վրա մի ադրբեջանաբնակ գյուղ կար՝ Խոջալու։ Հայերը նախատեսել էին ազատագրել գյուղը առաջիկա օրերին, այդ մասին զգուշացրել տեղի բնակիչներին, առաջարկելով դուրս գալու անվտանգ ճանապարհ տալ։ Գնդապետ Բագիրովից իմանալով այդ մասին, Աբուլֆազը շտապեց զանգել Նախիջևան ու խոսել Հեյդարի հետ։ Նա արդեն Նախիջևանի խորհրդարանի ղեկավարն էր։ Կարծում ես կկարողանանք մարդկանց տրամադրել, լսելով Աբուլֆազի առաջարկը հարցրեց Հեյդարը։ Չկասկածես մեկ վայրկյան, ես գազազած ամբոխին կառավարելու լավ փորձ ունեմ, իր ծղրտացող ձայնով անհամբեր վրա բերեց Աբուլֆազը։ Մի մոռացիր Բաքվի հայերի պատիժը, ես պատվով կատարեցի խոսքս։ Լավ, եղբայր իմ, արա, բայց այնպես արա, որ մենք ոչ միտեղ չերևանք, թող հայերի ձեռքերին քսվի այդ արյունը։ Խոսքը ավարտեց Հեյդարը և կախեց լսափողը։ Օրեր անց հայերն անցան գրոհի ու գրավեցին Խոջալուն։ Տված խոստման համաձայն ճանապարհ տվեցին մարդկանց հեռանալու համար, ու երբ մի քանի 100 մետր քայլել էր բնակիչների քարավանը, հանկարծ դիմացի բարձունքից կրակոցներ սկսվեցին։ Վայնասունն ընկավ ադրբեջանցի փախստականների մեջ։ Մարդիկ սպանվում էին տասնյակներով։ Փամփուշտները մխրճվում էին երեխաների գլուխներում ու ցրիվ տալիս նրանց ծնողների գրկի մեջ։ Այդ օրը 600-ից ավելի մարդ սպանվեց Խոջալուից դեպի Աղդամ ճանապարհին։ Գնդապետ Բագիրովի ջոկատը հաջորդ օրը հատուկ շնորհակալություն ստացավ Աբուլֆազ Էլչիբեյից առաջադրանքը կատարելու համար։ Անհրաժեշտ էր կազմակերպել ադրբեջանցիների զանգվածային ու դաժան կոտորած, դրա համար մեղադրել հայերին, իսկ հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովին անվանել թուլամորթ ղեկավար, որը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը։ Աբուլֆազի ու Հեյդարի ծրագրերն այս անգամ էլ հաջողությամբ իրականացան։ Խոջալուի դեպքերից մի քանի օր անց Մութալիբովը ստիպված եղավ հրաժարական տալ, բայց իր կուսակցության օգնությամբ դեռ պահում էր նախագահի աթոռը։ Ադրբեջանում իշխանության պայքարի խառնաշփոթ էր, իսկ Ղարաբաղի հայերը մեկը մյուսի հետևից ազատագրում էին նորանոր բնակավայրեր։ 1992-ի մայիսի 8-ին հայերն ազատագրեցին Շուշին, իսկ 10 օր անց, մայիսի 18-ին, Լաչինը։ Հայերը բացեցին ճանապարհը, որով Ղարաբաղը ցամաքային կապ ունեցավ Հայաստանի հետ։ Հաջորդ օրը, մայիսի 19-ին, Վիեննայի պատմական Հովբուրգ պալատում թուրքերի բողոքի հիման վրա եվրոպական
արդարադատ կառույցները հատուկ նիստով քննարկում սկսեցին Լաչինի գրավման համար, մեղադրելով հայերին։ Քանի որ Ադրբեջանում ոչ նորմալ նախագահ կար, ոչ էլ գործող կառավարություն, Թուրքիայի իշխանությունն իր վրա վերցրեց Եվրոպական խորհրդում Ադրբեջանի շահերի ներկայացուցչի դերը։ 3 հայկական զորքերը գրավել են Լաչինը, հնչեց նիստի հիմնական զեկուցողի հայտարարությունը։ Նիստը թարգմանվում էր 6 լեզվով։ Ֆրանսերենի թարգմանիչը հանդիսավոր փոխանցեց ֆրանսերեն տարբերակով։ 3 Հայաստանի բանակը գրավել է Չինաստանը։ Վայրկյաններ անց դահլիճում իրարանցում սկսվեց։ Չինաստանի ներկայացուցչին սկսեցին մոտենալ ու անհանգստացած հարցնել, թե ինչպես է դա եղել։ Սկանդալ էր հասունանում։ Չին դիվանագետը տեղից վեր կացավ ու վազեց դեպի դուռը։ Նիստը ստիպված ընդհատվեց։ Միջանցքում վազվզում էին պաշտոնյաներն ու շտապում զանգահարել իրենց երկրներ։ Մեծ արագությամբ սկսեցին աճել միջազգային բորսաների գները։ Վայրկյանների ընթացքում նավթի գները աստղաբաշխական բարձունքների հասան։ Չինաստանը գոյություն չունի, նոր աշխարհակարգ է ձևավորվում։ Ինչ որ մի փոքրիկ երկիր, որի տեղը դեռևս ոչ բոլորը գիտեն, հանկարծ կարողացել է գրավել աշխարհի գերտերության կարգավիճակի ձգտող Չինաստանը։ Պեկինից չինական պատվիրակության ղեկավարի տեղակալի կարգավիճակում Եվրոպա մեկնած փորձառու դիվանագետ Վեյդուն Չժոուն դժվարությամբ էր շնչում։ Աչքերի առաջ մթնել էր։ Միջանցքում քայլելիս մի պահ նույնիսկ պատից բռնվեց, որ վայր չընկնի։ Չէր կարողանում պատկերացնել, որ շուրջ 1 դար առաջ վերջապես իր անկախությունը հռչակած հայրենի երկիրը նորից կորցրել է այն։ Ինչպես կարող էր դա պատահել ու այդքան արագ։ Այս մտքերով մի կերպ հասավ աշխատասենյակ։ Օգնականին խնդրեց արագ կապ հաստատել Պեկին։ Ում ինչ հեռախոսակապի մյուս կողմից կհասցնեին վերցնել լսափողը, Վեյդունը մտածում էր, ինչպես փրկել իր ընտանիքը, ուր գնալ։ Հասցրել էր տարբերակներ մտքով անցկացնել։ Պետք է արագ կազմակերպել ինքնապաշտպանական մարտեր հայերի դեմ, հավանաբար պարտիզանական կռիվներ կսկսվի ամբողջ Չինաստանով մեկ։ Գուցե ինքը մոտենա Հայաստանի ներկայացուցչին ու փորձի հասկանալ, թե ինչպես հնարավոր կլինի խաղաղ ճանապարհով վեճերը հարթել։ Իսկ ինչ վեճ կարող է ունենալ հսկա Չինաստանը փոքրիկ Հայաստանի հետ։ Ինչպես է հնարավոր եղել մի քանի ժամում գրավել ամբողջ Չինաստանը։ Այս մտքերի մեջ չնկատեց, որ Պեկինից պատասխանեցին զանգին։ Վեյդուն Չժոուի ձայնը դողում էր։ Չէր կարողանում հարցը ձևակերպել արտաքին գործերի փոխնախարարին։ Վերջապես իր մեջ ուժ գտավ հարցի տեսքով ասելու այդ սարսափելի լուրը։ Չինաստանը ինչպես գրավեցին։ Հեռախոսակապի մյուս կողմում մի քանի վայրկյան լռություն էր։ Հետո փոխնախարարը կարճ ասաց, որ ինքը հյուրեր ունի եւ չի կարող ամեն կատակի վրա ժամանակ ծախսել։ Վեյդունին էլ խորհուրդ տվեց Եվրոպայում այդպիսի հիմար կատակներ չանել։ Թուլացած ոտքերով Վեյդունը մտավ ներկայացուցչության ղեկավարի գրասենյակ։ Լայն ճակատով ու թավ մազերով տղամարդը արագ թղթերն էր կարգի բերում։ Սենյակում այս ու այն կողմ թափված թղթերից երևում էր, որ գլխավոր դիվանագետը նյարդային ապրումներ է ունեցել։ Արագ ասաց, որ պետք է գնան դահլիճ, կարծես մի բան պարզ է դարձել։ Ինչ որ բան արդեն պարզվել էր։ Դիվանագետները վերադարձան դահլիճ, փորձեցին արհեստական ժպիտներով շարունակել նիստը, բայց բոլորի դեմքին արդեն դրոշմված էր նյարդային լարվածությունը։ Ֆրանսերենի թարգմանչին փոխել էին։ Պարզվեց, որ սխալ էր հասկացել հայտարարության բանավոր տեքստը եւ սխալ էլ թարգմանել էր, համաշխարհային աղմուկ բարձրացնելով իր մեկ բառի պատճառով։ Ժողովուրդն ասում է. լեզվի սայթաքում, կյանքի խորտակում։ Ֆրանսերենի երիտասարդ աղջնակ թարգմանչուհին հեռացվել էր աշխատանքից։ Հիմա ապակիների հետևում նստած էր փորձառու մի կին, խիստ հայացքով ու անհրապույր կազմվածքով։ Նիստը վարողը հայտարարեց, որ ֆրանսիական կողմը հայտարարություն ունի անելու, շեշտելով, որ շտկումները կանի նոր թարգմանչուհին։
Կինը հանդիսավոր վեր կացավ։ Դահլիճում բոլոր պատվիրակները միացրին թարգմանության ֆրանսիական ալիքը, լսելու Փարիզի պարզաբանումը։ Ներեցեք, խնդրում եմ, Հայաստանի բանակը չի գրավել Չինաստանը։ Դա Լեռնային Ղարաբաղի բանակն է գրավել Չինաստանը, ասաց ֆրանսերենի թարգմանչուհին։ Իրականում լաչին բառի արտասանությունը շատ նման է ֆրանսերեն Չինաստան բառին, լա չին։ Սա էլ թյուրիմացության մեջ էր գցել թարգմանիչներին։ Եվրոպական խորհրդի այս տրագիկոմիկ դիպվածը շատ երկար մնաց ներկաների հիշողության մեջ։ Լաչինի ազատագրումը Նաիրիի հիշողության մեջ էլ տպվեց որպես Ղարաբաղի կյանքի ճանապարհ, իսկ Ադրբեջանում հաջորդաբար կյանքից զրկվում էին նախկին իշխանության կողմնակիցները։ Մի քանի շաբաթ անց Աբուլֆազ Էլչիբեյը դարձավ Ադրբեջանի նախագահի ամենահիմնական թեկնածուն։ Ծղրտացող ձայնով անհավասարակշիռ այդ մարդը կարողանում էր համոզիչ խոսել ու իր շուրջը համախմբել ամբոխին։ Սիրում եմ բոլորիդ, դուք իմ հպարտությունն եք։ Այս նախադասությունները շուրթերին Աբուլֆազն անցնում էր բնակավայրերով ու գրավում շարքային ադրբեջանցիների սրտերը։ Նախագահի պաշտոնում Աբուլֆազը միանգամից անցավ հարձակման ու փորձեց ամբողջությամբ կոտրել Ղարաբաղի հայերի դիմադրությունը։ Թուրքական զորքի քողարկված, բայց ակտիվ մասնակցությամբ Ադրբեջանը 1992-ի ամռանը կարողացավ իր վերահսկողության տակ վերցնել Մարտակերտի շրջանը և Ղարաբաղի մեծ մասը։ Չբավարարվելով արագ ձեռքբերումներով, Աբուլֆազը հրամայեց սկսել Հյուսիսային Արցախի ու Նախիջևանի ամբողջական հայաթափումը։